Համակարգը բանակը բաժանում են հնի եւ նորի։ Սա ուրացում է ամբողջ բանակի անցած ճանապարհի։ Այստեղ կան մարդիկ, ովքեր որ երկրապահներ են, վետերաններ են, կամավորականներ են եղել եւ բոլորի աշխատանքը գցում են, այսպես ջուրը մենք զրոյից ենք բանակ ստեղծում եւ վերջին անցկացված զորահանդեսը նաեւ իրենք ներկայացում են այնպես, որ զրոյից են։ Այնպես է ստացվում, որ այդ նվագախումբը, պատվո պահակային վաշտը, այդ գեներալները, սպառազինության զգալի մասը իրենք են իրենց տներից բերել, զրոյից այդ բանակն են ստեղծում։ Ես մեկ անգամ ասել եմ, որ զրոյից բանակը ստեղծելու հետ այս իշխանությունները կապ չունեն, իրանք բանակը զրոյացնելու հետ կապ ունեն, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բանակում մարտունակ բանակ հայեցակարգը, նոր պահանջներին համալրվող բանակ, նոր սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արագ կերպով համալրման այդ ամբողջ գործընթացը արագ տեմպերով իրականացվի եւ վերականգնվի երբեմնի այն համբավը հայկական բանակի, որը որ եղել է հաղթանակած, տարածաշրջանում եղել է մրցունակ, որովհետև ամեն օր առնչվել է Ադրբեջանի հետ։ Ձեր տարածաշրջանում, ձեր զորամիավորման զորամասերը ամեն օր առնչվել են Ադրբեջանի բանակի հետ եւ ամեն օր հաղթանակով են դուրս եկել եւ եթե անհրաժեշտություն է եղել, ամեն օր պատժել են նաեւ։